2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու շուրջ բանակցություններին զուգահեռ մեկնարկեց սահմանազատման ու սահմանագծման գործընթացը։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը միշտ հղում է արել Ալմաթիի հռչակագրին ու խոսել ԽՍՀՄ քարտեզներով սահմանազատում անցկացնելու մասին։ 2020 թվականի պատերազմից հետո Բաքուն մեկ այլ գործընթաց սկսեց։ Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը կոչում է Արևմտյան Ադրբեջան ու պահանջում վերականգնել այսպես կոչված տարածքային ամբողջականությունը։ Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը քարտեզներով, այդ թվում միջազգային, հստակ ցույց է տալիս Հայաստանի հազարամյակների պատմությունը։ Խնդիրը հրատապ է այսօր։ Այսօր մենք խոսում ենք սահմանազատում սահմանագծումից, խաղաղության պայմանագրից, ամենը կապված է թե մեր սահմանները որտեղ են։ Մենք որտեղ ենք, ինչ ենք եւ որն է մերը, որը մերը չի։ Դրա համար ես ոչ թե սկսում եմ վերջի տարիներից, այլ վերադառնում եմ մեր թվարկությունից 600 տարի առաջ, որ աշխարհի հնագույն աշխարհացույց քարտեզը գոյություն ունի, որը 600 տարի մեր թվարկությունից առաջ է պատրաստվել, դա գտնվում է բրիտանական թանգարանում, այդ քարտեզի վրա 3 երկիր կա՝ Ասորեստան, Բաբելոն եւ Հայաստան։ Այդ երկուսը գոյություն չունեն, Հայաստանը կա այսօր։